Բարև բոլորին, բարի գալուստ իմ կարնիվոր ալիք, բարի գալուստ իմ կարնիվոր օրագիր։ Սիրելիներս, այսօր ես ուզում եմ մի փոքր խոսել ըստ մսերի տեսակների, շորցերում կան, տեղադրել եմ այնտեղ թվերով, այսօր այդպես թվերով չեմ ասի, բայց մոտավորապես այդպիսի պատկերը ես հասկանում եմ այնպես, ինչպես ես այս 6 ամսվա մեջ օգտագործել եմ։ Այնտեղ եթե շորցերում նայեք, կգտնեք տարբերությունները եւ այնտեղ քանակները ինչից 100 գրամի համար ինչ է պարունակում։ Եվ այսպես, ուրեմն եթե մենք ընդհանրապես կարնիվորցիները միշտ շատերը այն խիստ կարնիվորցիները նշանակությունը մեծ, ինչպես ասում են, մեծ բաժին առյուծի տալիս են կարմիր մսինը, տավարի մսի համար, այնտեղ տավարի միս ասելով ճիշտ է, իրենք մենակ տավարի միս են օգտագործում, ինչու՞ չէ, նաև այնտեղ գալիս է ոչխարը, այնտեղ գալիս է տարբեր տեսակի, թե որ երկրում ինչ են օգտագործում, նույնիսկ կարելի ասել եւ ուխտը եւ ձին, ինչևէ, մսի շատ տեսականներ կան, բայց ընդհանուր առմամբ իրենք տալիս են տավարի մսի առաջնահերթությունը, ինչու այնտեղ կան երկաթը, ամենակարևորը, որը արյան գեմոգլոբինի համար է, այնտեղ շատ օգտակար նյութեր կան, աղեր կան, շատ նույնիսկ կան վիտամիններ, ովքեր ասում են մսի մեջ վիտամիններ չկան, կան սիրելիներս, հետո ոչ միայն զուտ միսը, այլ նաև օրգանական, կներեք, թոքերը անասունի, այսինքն ներքին օրգանները, այնտեղ ստամոքսը, այնտեղ սիրտը, մի խոսքով ամեն ինչը, մարդիկ կան նույնիսկ աղիքներ են օգտագործում երշիկեղեն տնական անելու համար եւ ընդհանրապես ազգեր կան, որոնք իրենց ճաշատեսակի բաղադրության մեջ ամեն տեսակի աղիք էլ օգտագործում են, այսինքն միսը իրանից գլխից մինչև պոչը կենթանու բոլորը օգտագործվող են, այդպիսի մաս չկա, որ չօգտագործեն։ Տարբերությունները խոզի մսի համար, շատեր ասում են դիետիկ չի, տեսեք, ամեն միսն էլ դիետիկ է, երբ որ մենք ասում ենք դիետիկ ու անդիետիկ, դա չի նշանակում, եթե մարդ մտածում է ես կարող եմ մեծ կտոր հաց, այդպես ասած, մի բուխանկա հաց ուտել, մի կիլո էլ միս դնել ու մեղավորությունը գցել մսի վրա, որ միսը առողջարար չէ, դա սխալ երևույթ է, այնպես որ խոզի միսը, խոզի ճարպը շատ կարևոր է, որովհետև ճարպի մեջ էլ մոնոհագեցված ճարպեր են դրանք, կենթանական, նրանց մեջ էլ կա քիչ քանակությամբ օմեգա, ընդհանրապես շատ քանակությամբ կա օմեգա 6-ն է այնտեղ, այն նույն ձիթայուղերը, որ կան, ձեթերը ավելի ճիշտ, բուսական յուղերը, որոնք էլի նորից օմեգա 6 են պարունակում, այնտեղ ուրեմն այդքան առողջարար չի, այսինքն ոչ թե առողջարար չի, ընդհանրապես առողջարար չի, այդ արդեն ապացուցված բան է, ճիշտ է, մեզ կերակրել են ահագին տարիներ դրանով, որ կալորիականությունն է քիչ, նիհարելու համար է, այնտեղ խոլեստերինի համար է լավ, կնիհարեք, բայց մի րոպե, եթե նույնիսկ կալորիականություն եք հաշվում, կենթանական ճարպերի կալորիականությունը այնտեղ ավելի քիչ է, քան թե այդ բուսայուղերը, հա, հնարավոր է ես օրերից մի օր էլ այդ յուղերի մասին խոսեմ, չնայած շատ եմ խոսել, այնպես որ հարգելիներս, եթե ձեր առողջության մասին մտածում եք, էլ եմ ասում, ոչ նիհարելու մասին չի ընդհանրապես խոսքը,
հանեք ձեթայուղը, բուսական յուղը, ձեթերը, այդպես ասած, հավատացեք, այնտեղ դուք փոփոխություններ կզգաք, ովքեր ժոգա ունեն, ովքեր մարսողության հետ խնդիրներ ունեն եւ այլն եւ այլն։ Այն բոլոր միֆերը, թե կենդանական ծագման թե միսը, թե ճարպը վնասակար է առողջությանը, հավատացեք, դա սխալ բան է։ Դա ժամանակին մարքեթինգի ու ընդհանրապես տնտեսությունը զարգացնելու, ընդհանրապես էժանացնելու, էժան աշխատուժ ունենալու համար, այդպես, ինչպես ասում են, ամեն ինչը գալիս է Ամերիկայից։ Ընդ որում հիմա էլ կարնիվորը գալիս է Ամերիկայից։ Այդ հավատալ չհավատալի հարցը դա չէ, կարելի է փորձել եւ հասկանալ մարդու օրգանիզմին ու առողջության համար ինչն է լավը, ինչը վատը, որովհետեւ ընդհանուր առմամբ իտոգում մեր առողջությունը գալիս է նրանից, մենք ինչ սնվում ենք, այն էլ ստանում ենք։ Ու նորից եմ կրկնում, կարնիվորցիները դրանք միայն նիհարողները չեն, դրանք բոլոր քրոնիկ հիվանդություններ ունեցողներն են, դրանք մաշկային խնդիր ունեցողներն են, թու ինձ այդպիսի բարդ խնդիրներ չկան, իմ խնդիրները, ինչպես ասում են, ինձ բավական է, դեռ մի բան էլ շատ, թե ներվային համակարգի համար է լավ կարնիվորը, թե այն տագնապային մասն է կորում, չէ, որ կան մարդիկ նևրոզներ ունեցողներ տագնապային, ասեմ ավելին, կետո կարնիվորը ու ընդհանրապես կետո դիետա, եւ որ արդեն սնունդը դնում ես կենդանական ճարպի վրա առավելությունը, քան նույնիսկ մսին, օգնում է նույնիսկ էպիլեպսիկների, տարբեր տեսակի հիվանդությունների, էլ չեմ ասում այնտեղ արդեն կարնիվորը թե կետո դիետայով մարդիկ իրենց շաքարային, երկրորդ տիպի շաքարային դիաբետն են բուժում, ինչու՞ չէ, նաև մարդիկ կան, որոնք առաջին տիպին էլ նորից նույն ձևի օգտագործում են կարնիվորը ու կետո դիետան։ Ուռուցքների համար, ովքեր ուռուցք ունեն, չար որակներ, բարի որակներ, էական չի, չար որակների դեպքում էլ ընդհանրապես եւ ընդհանրապես ուռուցքների դեպքում հանեք գլյուտենը, նույնիսկ եթե դուք մաքուր կարնիվոր չեք անում, նույնիսկ եթե դուք մաքուր կետո դիետա էլ չեք պահում, հանեք ուղակի գլյուտենը, հանեք քաղցրը եւ ձեր այդ բուժումները, ձեր ճառագայթում ստանալը, ձեր տարբեր դեղորայքային ճանապարհով ինչով որ բուժվում եք, ավելի որակով կլինի, ավելի լավ արդյունքների դուք կհասնեք, որովհետեւ ես այնքան եմ կարնիվորցիներին թերթում, ինչու՞ չէ նաև կետո դիետա, ես ասել եմ, որ ես կետո դիետայով էլ եմ սնվել, այնպես չի, որ ես կարնիվորցիների նման միշտ մի քիչ իրենք խիստ են մոտենում, դա բերեք այդպես հասկանանք, ում ոնց հարմար է, ով ինչպես զգում է, միգուցե դուք կետո անեք, հետո նոր զգաք, քանի որ բոլոր կետոներն են կարնիվոր վերադառնում, ու ճիշտ նաև հակառակն է լինում, երկար տարիներ կարնիվոր են օգտագործում ու անցնում են կետոյի, դա այնպես ասած օգտակար ասեմ, թե ամենահաջող դիետաները ասեմ, այդ երկուսն են, ինչքան քիչ մարդը ածխաջուր օգտագործի, այնքան ավելի առողջ է ու այնքան ավելի էներգիայով լի։ Մսերի տեսակներից էի խոսում, տեսեք ինչից որտեղ ենք թռչում։ Այդ խոզի մսի մասին, ճարպն էլ է շատ օգտակար, ընդհանրապես ճարպը թե կանանց, թե տղամարդկանց, նամանավանդ կանանց համար այն ժամանակին դիետաները, որ կային աբիժիրինի տվարոկ, աբիժիրինի յոգուրտ, աբիժիրինի, не знаю, սիր, ամեն ինչը սարքեցին անյուղ 1%, քամին այն ամենաէժանը, այն ամենա
կոնկրետ ասած զիբիլը մատուցեցին ժողովրդին, կերցրեցին ու ասեցին դուք դրանով կնիհարեք։ Հա, ինչու՞ չէ, մարդ կարող է նիհարել, ջուրը խմել, իդեպ ես ինձ ճանաչողներն էլ կիմանան, մոտիկ ճանաչողները, ես այդպես հիմարությունով եմ զբաղվել, երբ որ 40 օր ոչինչ չեմ կերել։ Բառից բուն իմաստով երիտասարդական տարիներում ու ինչ բնականաբար է նիհարել եմ, բնականաբար է հասա առողջությունս քայքայելուն, ով ում խելքին ինչ փչում էր ասում էր ու ես անում էի։ Այնպես որ ես մի վիդեոներից մեկում ասել եմ, որ այո, Երանի թե ինչպես հիմա կա տեղեկություններ, ժամանակին իմ երիտասարդական տարիներին լիներ այդ տեղեկությունները հասանելի, մատչելի ու իրոք բացատրեին, թե ինչու դա այդպես չէ եւ ինչու է դա այդպես։ Ասեմ, որ YouTube-յան ալիքներում էլ կա էլի նորից շատ, թե բոլոր հարթակներում կան էլի նորից շատ մարդիկ, տարբեր տեսակի նիհարողներ, բացի այն, որ կոնկրետ մարդը չի նիհարողը, բայց ուղղակի բնականաբար գումարի համար, բոլորս էլ գումարի համար, ես չեմ ասում, ես ալիքը բացել եմ մենակ, որ նու հասկանալի է արդեն։ Այդ ինչքանով կգնա, ինչքանով ես առաջ կգնամ, դա արդեն հարցը երկրորդական է։ Մեծ ալիքների մասին է խոսքը, մեծ այդպես ինստագրամյան, տիկտոկյան հարթակներում, մանավանդ ինստագրամյան այն մարդիկ, ովքեր ռեկլամով են զբաղված, նրանք կարող են այնպիսի անհետեթություններ ասել ու բացի դա ընդհանրապես գործից անտեղյակ մարդիկ, ովքեր ոչ մի ձևի փորձ չունեն, նիհար կազմվածքով, առողջ, գեղեցիկ դեմքով դուրս են գալիս ու ասում են այնպիսի անհետեթություններ, թե ինչպիսին պետք է սնվի գեր մարդը ու ինչպիսին ինչ կալորիա օգտագործի, ինչեր օգտագործի, ինչը ինչով փոխարինի ու չհասկանալով, որ այնտեղ կա հիմք, այդ փոխարինիչները ոչ մի օգուտ չեն տալի, եթե ինչպես ասում են ռուսները, շիլա նա միլա փոխես, ոչ մի բան էլ չի լինի փոխարինիչով։ Շատերը նույնիսկ կետո դիետայի կամ կարնիվորի ժամանակ ասում են, լավ, քաղցր չենք օգտագործում, բերեք քաղցրի, շաքար չենք օգտագործում, բերեք արհեստական այդ քաղցրացուցիչներից օգտագործենք։ Դա խնդրի լուծում չի, որովհետև բոլորիս մեջ էլ տրված է գենետիկորեն է, թե տարիների ընթացքում է, թե ոնց արդեն մեր մեջ ձևավորվել է այն բանը, որ ընդհանրապես գերմարդիկ ունեն չաղանալու հակում, եթե նույնիսկ նիհարում են իրենց սննդակարգը մի պահ, նույնիսկ մեկ օր թողում են, իրեն կարող են հետաշվար կանել, այնպես որ պետք չի այդ քաղցրացուցիչները, փոխարինիչները, ալյուրն են փոխանակում, ինչը ինչով, բերեք գրեչկայի ալյուրով ուտենք, էսի չուտենք, ընդհանրապես իտոգում դա ընկած է ցորենին չուտենք, գրեչկային ուտենք, գրեչկային չուտենք, բրինձին ուտենք, նոր տեսակ քինուա, չգիտեմ ինչ, տարբեր տեղերից, Չինաստանից, Ճապոնիայից եկած սոյա ուտենք եւ այլը եւ այլը։ Բայց իտոգում դա ընդհանուր առմամբ ածխաջուրն է, ուզես թե չուզես, ինքը ուգլիվոդն է, ուգլիվոդը օրգանիզմիդ մեջ պահում է ավելնորդ հեղուկ, ուգլիվոդը ընդհանրապես ինչ ուգլիվոդ ուտում ես, մարդիկ ասում են ես քաղցր չեմ օգտագործում, լավ չեք օգտագործում ու իրենց թվում է իրենց օրգանիզմը գլյուկոզա չի արտադրում։ Ոչ սիրելիներս, որովհետև այդ ամբողջ ուգլիվոդը, ածխաջուրը գնում է դառնում է գլյուկոզա։ Այնպես չի, որ դուք չայը կամ սուրճը խմում եք զուտ առանց ոչ մի բանի ու ասենք հաց ու պանրով, մեր հայկական ձևով, ու դուք ասում եք մենք գլյուկոզա չենք օգտագործում, հենց այդ ձեր օգտագործած հացը դառնում է գլյուկոզա։ Այդպես չի լինում։ Եթե խնդիրներ ունեցողներ կան տարբեր առողջական, իհարկե ամենաճիշտ տարբերակը բեզուգլիվոդնի դիետան է, առանց ածխաջրերի դիետան։
Մարդուն մոտ, օրինակ կետոյի մոտ, կետո դիետայում թույլատրվում է շատ քիչ քանակությամբ 5-ից 7% բանջարեղենների տեսքով, այնտեղ կանաչ բանջարեղենների ու վերջ, եւ թույլատրվում է հատապտուղների տեսքով, այնտեղ էլի նորից շատ քիչ քանակությամբ։ Իսկ այնտեղ բերեք բնական է մեղրով փոխենք կամ չգիտեմ ինչերով կամ տեսակ կետո թխվածքներ են անում պատսլաստիծելով, քաղցրացուցիչներով ու ասում են սա կետո դիետա է, չէ ժողովուրդ ջան, էդ էլ կետո դիետա չի, ամեն ինչը լսելուց պետք է հասկանանք, որ ոչ մի բան էլ պետք չի փոխել ոչ մի բանին, ինչքան դու ընդունում ես պարզ կերակուր, ինչքան դու ընդունում ես մինիմալ տեսակներ, այնքան ավելի ջուրամարս է, այնքան ավելի շատ բան ես ստանում, վիտամինները, ամեն ինչը դու ստանում ես, քան թե ինչ-որ մի խանգարիչ բան դնում ես ու այդպես խառնում ու ընդհանուր առմամբ կարող է չյուրացվել օրգանիզմում ոչ սա, ոչ նա եւ դու փաստորեն գալիս ես այն եզրակացության, որ ուղղակի ճակերտավոր ասած ուղղակի աղբ ես կերել, դու սննդարարը ոչ մի բան չես կերել։ Այդ մսերի տարբերությունը օգտագործում են կարնիվորցիները շատերը իմ նման տարբեր տեսակի մսեր, շատերը ձուկ չեն օգտագործում, ես օգտագործում եմ մեր տեղական սիկ ձուկը, եթե հնարավորություն լիներ, գիտենք բոլորս էլ, որ ամենալավ ձկները թանկ հաճույք է, բայց ընդհանուր առմամբ տարբեր տեսակի ձուկ էլ կարող ես օգտագործել։ Այ եթե տեսեք, ասում են ձկները կերակրված են, մսերը նույնպես այնպիսի կերեր են մի խոսքով կերակրվում, որ իրենք շուտ են մեծանում եւ այլը, ձկները նույնպես, բայց եկեք հասկանանք, որ նույն բանը կարելի է այս դարում ասել բանջարեղենների ու մրգերի համար։ Հավատացեք, ես այնպիսի վայրում եմ ծնվել, որ միշտ էլ եղել են բանջարեղեններ եւ մրգեր ու աչքս բացած ես տեսել եմ ինչ բան է այգի, ինչ բան է այգեգործությունը, ինչ բան է բույսերը, ինչ ամեն ինչը ես տեսել եմ ու հավատացեք, մեր թվերին այդքան մեծ, այդքան գեղեցիկ, այդքան խոշոր մրգեր չկային ու ինչ է դա իհարկե պատվաստումների, դա իհարկե տարբեր տեսակի գենոմոդիֆիկացված, բառը մի կերպ գտա եւ ասեցի, բաներ են, նույնը գեները փոխված, նույնը եւ անասունների մեջ է, նույնը եւ ամեն ինչի մեջ է, ուղղակի մի տարբերություն, որ այդ ֆիտոէստրոգենները, երբ որ բանջարեղեններից մենք ուտում ենք, դա անմիջապես մեր վրա ազդում է, իսկ արդեն միսը, քանի որ անասունը ուտում է իրեն ստամոքսը, մի կամերանի չեն, դե 4 կամերանի է, 3 կամերանի է օգտագործում է, այդ ամեն նյութերը թունավոր հետ է շպրտում, այդ նույնիսկ այդ կերերը, որ իրենք ուտում են, հետ է շպրտվում, իրեն մեզ ուտ քաշը, այնտեղ հնարավոր է մենք էլ ինչ-որ մի չափ, մի քիչ այդ վնասակար բաներից ստանանք, բայց չեմ կարծում, նամանավանդ մեր Հայաստանում, նամանավանդ մեր Լոռու շրջանում, չեմ կարծում, որ այդքան շատ են այդպիսի անասուններ պահողներ, այդպիսի կենդանի պահողներ, չնայած արդեն կան, բայց ինչը, եթե այդպես վերցնենք, ուրեմն ոչ մի բան պետք է չօգտագործենք, ընդհանուր առմամբ ամենաճիշտը սպիտակուցները օգտագործելն է ու ամինաթթուները վերցնելը օրգանիզմից ճարպերը, որովհետև օրգանիզմի ամենագլխավորները ամինաթթուներն են, ճարպերն են, սպիտակուցներն են
ու թող ոչ մեկ չասի, որ բուսական սպիտակուցները այն չափ ու վիտամինները այն չափի կարող են յուրացվել մեր օրգանիզմով, ինչքան կենդանական ծագման բոլոր միսը, հավը, ձուն, ձուկը, տավարը, ինչ որ լողում է, ինչ որ սողում է, իհարկե բոլոր պետություններում ամեն մեկը իր ցանկալի ու իրեն ծանոթ մսի աղբյուրն է ուտում, օրինակ տարբեր տեղեր ծովախեց գետիններ, ծովային տարբեր տեսակի կենդանիներ են ուտում, մեկ այլ տեղեր ուրիշ կենդանիներ են ուտում, ինչը որ մեզ ծանոթ է մեր շրջապատին, մեր տարածաշրջանին, մեր նույնիսկ այդպիսի համոզմունք կա մեր կրոնական բանին, որովհետև մուսուլմանները խոշ չեն ուտում, ինչպես դուք գիտեք եւ հրեաները, այնպես որ ամեն մեկը սնվում է այնպես, ինչպես իրեն տարածաշրջանի համար ընդունված է այդ ուտել, մարդիկ կամ փորձում են նույնիսկ այն բաները, որոնք չեն փորձել ու շատերը ասում են, վայ, այս ինչի միսը սրան է նման, այն ինչի միսը նրան է նման, ինչևէ ժողովուրդս էլի եմ ասում, կարնիվորը ոչ միայն նիհարելու համար է, այո, ես սկսել եմ նիհարել ու առողջությունս բարելավելու համար, հավատացեք, բոլոր կարնիվորցիների 80-ից 90%-ը իրենք քաշի համար չեն դա անում, իրենք անում են իրենց ընդհանուր առողջական վիճակից ելնելով, որպեսզի իրենք ունենան էլ ավելի լավ էներգիա, որպեսզի իմիջիալոց երիտասարդների մեջ էլ այս տենդենսը կա, բայց հավատացեք, տարեցները նույնպես եթե ամերիկացիներին տեսնեք, այնտեղ եվրոպացիներ էլ կան, եթե տեսնեք մարդիկ 60+ տարիքի արդեն սկսում են սնվել կարնիվոր դիետայով, այդպես որ խոսեմ երկար, այդպես շատ երկար կխոսեմ, ես գիտեմ, որ շատերը մի երկու բառ են լսում ու չեն էլ լսում, էդ էլ գիտեմ, չեմ ուզում այդպես շատ երկարացնեմ, բայց հիշեք, որ մի ժամանակ ասում էին, դե ծերերին ինչ պետքա միսը, լավ չի մարսվում, տվեք կաշա, դե ծերերին ինչ ու այդպես բոլորին թուլացրել, էներգիայից գցել, ոսկրերը շատ են այդ նման մարդկանց, դրա համար ծերերը մի տեղ ընկնում են, մի բան կոտրվում է, ինչու՞ չէ, նաև բոլորը, մենակ ծերերի մասին չի, այդքան կոտրվածքները, այդքան ամեն ինչ, հավատացեք ժողովուրդ, ամեն ինչը տենց շղթայակապ է, եթե հետաքրքրվում եք, միգուցե ես այդպես չեմ բացատրում, ինչպես իրեն այդպես անուններով կոչելը, ինչպես իրեն բժշկական տերմիններով կոչելու, բայց եթե ձեզ հետաքրքիր է ինչ-որ մի բան, դուք ինքներդ մտեք այն կարնիվորցի բժիշկներին, լսեք ու կհասկանաք, թե կոնկրետ ձեզ ինչն է հետաքրքրում ու ինչու է կարևոր կարնիվորը կամ կետո դիետան, այսօր երևի այսքանը, շնորհակալ եմ դիտումների համար, շնորհակալ եմ բաժանորդագրվածներից ու խնդրում եմ ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք ալիքին, տարածեք, հավատացեք, դա ինձ համար շատ կարևոր է ալիքը առաջընթաց ունենա, իսկ թե այդ ալիքը հետագայում կլինի, չի լինի, հավատացեք, դա կախված է նաև ձեզանից, ինձանից կախված չի, ես կարող եմ այսօր էլ փակել, բայց ես մեկին ճանապարհը շարունակելու եմ, որովհետև ամբողջ կյանքում այդպես սնվել դիետայով, թողնել, սնվել, վերջին իտոգում հասկանում ես, որ
պետք չի, ինչ դիետա էլ ուզում է լինի, ինչ էլ լինի, նույնիսկ այն օպերացիա արածները, նույնիսկ այն գրամ ովքեր կալորիականություն են հաշիվում, ովքեր այնտեղ հաշիվում են ամեն ինչը, հավատացեք, իրենք էլ ունեն հետ դարձի ճամփա, ուղղակի պետք է հանել այնպիսի մթերքներ, որոնք իրոք ձեր օրգանիզմին պետք չեն, տարբեր պատճառներով պետք չեն, մեկը գիրանալու համար, մեկը իրեն առողջության համար, մյուսը նույնիսկ հոգեկան հավասարակշռման համար, այնպես որ առողջ եղեք, հետևեք, հավատացեք ինձ հաճելի է, երբ որ գոնե մեկ հոգի ավել է դիտում է լինում, ուղղակի կուզենայի ալիքը մեծանար, այդպես շատանար ու մենք բոլորս միասին առաջ գնայինք, ամեն մեկը ընդհանրապես ինչ նպատակ դրել է, թող առաջ շարժվի, շնորհակալություն դիտումների համար, բարի դիտում ու բարի օր ձեզ։